Գաղտնիքների գիրքը մանկավարժական վարժություն է, որն ուսումնասիրում է որևէ վարկած կրթական նպատակներով։ Ինչու է սա լավ վարժություն։ Ներկայացնում է գիտական մեթոդը։ Սա գործնական միջոց է յուրաքանչյուրի համար սովորելու գիտական մեթոդի քայլերը, վարկած, դիտարկում, փորձարկում, վերլուծություն։ Ցույց է տալիս վարկածի նպատակը։ Օգտատերերը հասկանում են, որ վարկածը ստուգման ենթակա կանխատեսում է, այլ ոչ թե ապացուցման ենթակա ենթադրություն։ Նպատակ՝ գաղտնիքների գիրքը աղետի մասին նախադամական գիտելիքներն են, որոնք նպաստել են քչերի գոյատմանը, միաժամանակ պահպանելով այն գիտելիքները, հասկացողությունը, իմաստությունը, որոնք այն կկրկնվեր 2031 թվականի մարտկային օրացույցային տարիներում գումարած կամ հանած մեկ։ Անիծյալների աշխարհը բացահայտում է անցյալի աղետները, սկսած ջրհեղեղից առաջ եղած բանավոր պատմությունից մինչ բուրգերի կառուցողների, հսկաների նախադամիտների վախճանը նշող երկնային մարմինները։ Ներքին արեգակնային համակարգով անցնում են աննախադեպ թվով 18 երկնային մարմիններ, անցյալից հայտնի է մեկը, որը մարդկությանը ազդանշան է տալիս վերջի սկզբի կործանիչի վերադարձի մասին։ Նախադամական գիտելիքները, Աստվածաշնչի գրավոր խոսքը, գիտության դժվար առարկաները ներկայացված են այնպիսի ձաչափով, որ յուրաքանչյուրը կարող է սովորել այդ գիտելիքները, հասկանալ, թե դրանք ինչ են ներկայացնում, օգտագործել իմաստությունը, ներկայով ապրելու համար։ Ինչու է սա կարևոր։ Ներկայում բոլորը ձգտում են ապրել իրենց կյանքը, ինչը պահանջում է համապատասխանել այն մատրիցային, որում մենք գոյություն ունենք, որից կախված ենք մեր կյանքը պահպանելու համար, հասկանալով, թե ինչ է բերում ապագան, շատերը կկարողանան գնահատել ներկան։ Գաղտնիքների գիրքը ներկայացնում է 3 այլոց գիսաստղի վերանայումը, գնահատումը, վերլուծությունը, որը հաստատում է դրա վերադարձը, ինչպես նա երկրի վրա տեղի ունեցող ավերածությունների հաջորդականությունը, որը հանգեցնում է դրա ավարտին 2031 թվականին, գումարած կամ հանած մեկ ով։ Նոր բաժանորդագրողները կարող են ներբեռնել առաջին 3 սերիաները, ակնարկի բոնուս սերիաների համար։ Գաղտնիքների գրքի 2026 թվականի թողարկման նախնական տեսանյութերը հասանելի կլինեն բաժանորդագրողների համար, սերիաների բաժիններում։ Ինչ սպասել, ինչ է դա լինելու, բաժանորդագրվեք կամ մասնակցեք, դուք կսովորեք, կիմանաք, կհասկանաք։ Կամ կարող եք մեր աշխատակիցներին սուրճ հյուրասիրել։